Ռուս-ուկրաինական հակամարտությունը թևակողել է ռազմական գործողությունների կտրուկ սրման և միաժամանակ դիվանագիտական վճռորոշ զարգացումների նոր փուլ, որը բնութագրվում է կողմերի միջև զանգվածային փոխհրթիռակոծությամբ և կուլիսային ակտիվ բանակցություններով։ Օրը սկսվեց Կիևի և հարակից շրջանների ուղղությամբ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասշտաբային գրոհով։ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի փոխանցմամբ Ռուսաստանն արձակել է 22 հրթիռ և շուրջ 460 դրոն, ինչի հետևանքով Կիևում զոհվել է առնվազն 6 մարդ, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Մայրաքաղաքի 7 թաղամասերում առաջացնելով ջեռուցման խափանումներ։ Ծանր հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզին, որտեղ թիրախավորվել են էներգետիկ և նավահանգստային օբյեկտները։ Պայթյուններ են որոտացել Խարկովում։ Լարվածության ֆոնին Սպիտակ տան մամուլի քարտուղարը բարձր է գնահատել Ժնևում բանակցությունները։ Շատ արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել նախագահի ազգային անվտանգության թիմի և ուկրաինական պատվիրակության միջև։ Իրականում 3 քարտուղար Ռուբիոն և հատուկ բանագնաց Ուիտքոֆը Ժնևում էին, և նրանք կարողացան մանրակրկիտ անցնել Միացյալ Նահանգների առաջարկած 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրայով, որում հաշվի են առնվել թե ռուսական, թե ուկրաինական կողմերի մոտեցումները, և նրանք իսկապես կարողացան հստակեցնել կետերը։ Ռուսաստանը ևս անմասն չի մնացել հարձակումներից։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է երեկոյան և վաղ առավոտյան ուկրաինական 249 դրոնների որսման և ոչնչացման մասին։ Լարվածությունը դուրս է եկել բուն հակամարտության գոտուց, հասնելով ՆԱՏՕ-ի սահմաններին։ Ռումինիան ստիպված է եղել օդ բարձրացնել կործանիչներ իր օդային տարածքը խախտած անօդաչու սարքերին հետևելու և անհրաժեշտության դեպքում վնասազերծելու համար, ինչը վկայում է հակամարտության աշխարհագրության վտանգավոր ընդլայնման մասին։ Ռազմական էսկալացիայի ֆոնին Աբու Դաբիում կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի գաղտնի բանակցությունները խաղաղության ծրագիրը վերանայելու օրակարգով։ Սպիտակ տունը հայտնել է, որ քննարկումներն արդյունավետ են եղել և մնացել է մի քանի չհամաձայնեցված կետեր։ Միաժամանակ Վաշինգտոնը զգուշացրել է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն անսպառ չէ։ Գիտեք, նախագահ Թրամփը դադարեցրել է այս պատերազմի ֆինանսավորումը, սակայն Միացյալ Նահանգները դեռևս մեծ քանակությամբ զենք է ուղարկում կամ վաճառում ՆԱՏՕ-ին։ Մենք չենք կարող դա անվերջ անել։ Նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Նա խաղաղ ժամանակների նախագահ է։ Նա հենց դրան է ձգտում։ Դիվանագիտական այս եռուզեռի ամենապատկերում հակամարտող կողմերը հստակեցնում են իրենց դիրքորոշումները։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին առաջիկա օրերին կարող է այցելել Վաշինգտոն նախագահ Թրամփի հետ գործարքը վերջնական տեսքի բերելու նպատակով, մինչդեռ Մոսկվայից հնչող ազդակները վկայում են նախապես ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների մասին։ Թրամփի ծրագրի առանցքային դրույթները հիմնված են այս տարվա օգոստոսին Անքորիջում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Այդ սկզբունքները մեծապես արտացոլված են ծրագրում, ինչը մենք ողջունել ենք։ Այս բազմակողմ դիվանագիտական ջանքերին զուգահեռ ռազմի դաշտում իրավիճակը մնում է ծանր Ուկրաինայի համար։ Ռուսական զորքերը շարունակում են ճնշումը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, որտեղ ըստ վերջին տվյալների գրավել են նոր թաղամասեր, իսկ ուկրաինական հրամանատարությունը խոստովանում է կենդանի ուժի պակասի խնդիրը, որին բախվում է ռուսական փոքր, բայց համառ առաջխաղացումները կասեցնելու գործում։ Դավիթ Գենջոյան, Open Media։